Գիտեիք, որ Հայաստանում վերջին տարիներին քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնք նախկինում ընդհանրապես հանցագործություն չէին էլ համարվում։ 2022 թվականից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել օրինակ սթալքինգի կամ հետամտելու, գրումինգի կամ երեխաներին սեռական բնույթի շահագործման ենթարկելու, ինչպես նաև տուժողի խնդրանքով սպանության կամ էվթանազիայի համար։ Բայց այս փոփոխությունները միայն սրանով չեն ավարտվում։ Քրեականացվել են նաև կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումները, իրական շահառուների մասին կեղծ տվյալներ ներկայացնելը, կապի, գազի կամ էլեկտրական ցանցերին ապօրինի միանալը եւ մի շարք այլ արարքներ։ 2024 թվականին առաջին անգամ առանձին ցանկով սահմանվեցին կիբերհանցագործությունները, համակարգչային հափշտակությունից մինչև հաքերային ծրագրերի ապօրինի շրջանառությունը։ Իսկ 2025 թվականին խստացվեց ավտոմեքենաների մասերի գողության պատասխանատվությունը։ Բացի այդ, եթե անձը 1 տարվա ընթացքում կրկին մեքենա է վարում առանց վարորդական իրավունքի, արդեն վարչական տույժից հետո դա կարող է համարվել քրեական հանցագործություն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի քրեական օրենսդրությունը փորձում է հարմարվել նոր մարտահրավերներին, թվային աշխարհից մինչև անձնական անվտանգություն եւ ճանապարհային երթևեկություն։ Իսկ թե այս նոր հոդվածներով քանի գործ է հարուցվել եւ որքան արդյունավետ են դրանք կիրառվում, փաստերի ստուգման հարթակը շարունակում է ուսումնասիրել։